Գուսան Արամ Ասատրյանի ընտանիքը բավականին երկար ժամանակ քննարկվել է հանրության կողմից։ Բանն այն է, որ Արամ Ասատրյանի երեխաների միջև ժամանակ առ ժամանակ եղել են կոնֆլիկտներ։ Կար շրջան, որ այս ընտանիքներն ընդհանրապես միմյանց հետ չէին շփվում։ Տիգրան և Արտաշ Ասատրյանները հարցազրույցների ժամանակ խոստովանում էին, որ միմյանց հետ եղել են խնդիրներ, սակայն այն լուրերի վերաբերյալ, թե խնդիրը եղել է որևէ գույքի ժառանգության հետ կապված, նրանք երկուսն էլ հերքել են։ Կար ժամանակ, երբ թվում էր այս կոնֆլիկտն այլևս անցյալում է, սակայն հայտնի դարձավ, որ օրեր առաջ Արտաշ Ասատրյանը, երբ իր կնոջ հետ մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այնտեղ հանդիպում է տարբեր ընկերների, տարբեր ընկերական շրջապատների հետ երեկոներ է անցկացնում, այդպիսի երեկո տեղի ունեցավ իր հարազատ եղբոր Տիգրան Ասատրյանի ընտանիքի հետ։ Ավելին, Տիգրան Ասատրյանի դուստրը կնքեց իր դուստրերին, Տիգրան Ասատրյանի որդին Արամը նշում էր իր 30-ամյակը եւ հորեղբայր Արտաշը որևէ միջոցառման ներկա չէր։ Ներկա չէր նաև այս միջոցառումներին Սեդրակ Ասատրյանի որդին Արամ Ասատրյանը, ով ամիսներ առաջ է ամուսնացել։ Նրա ամուսնությունից հետո եւս խոսակցություններ կային այն մասին, որ խնդիր է տեղի ունեցել Տիգրան Ասատրյանի ընտանիքի եւ Սեդրակի որդու, նրա մայրիկի եւ նրա ամուսնու հետ։ Բանն այն է, որ ամիսներ առաջ, երբ դեռ հարսանիքի օրը նշանակված չէր, Սեդրակ Ասատրյանի որդին Արամը եւ նրա ընտրյալը Աննան գնացել էին Տիգրան Ասատրյանի որդու մյուս Արամի տուն եւ խնդրել լինել իրենց հարսանիքի քավորը։ Նրանք տարածել էին այս կադրերն ինստագրամյան հարթակում եւ այդպիսով հաստատել, որ լինելու են նրանց միության քավորը։ Սակայն ամիսներ առաջ, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան ժամանած եւ հենց Հայաստանում էլ իր հարսանիքը շքեղությամբ կազմակերպած Արամ Ասատրյանն ամուսնացավ, պարզվեց, որ քավորն ու քավորական ընտանիքը այլ է։ Այս ժամանակ մենք հանդես եկանք մի քանի հրապարակումներով, փաստելով, որ խնդիր է եղել եւ կամ Արամ Ասատրյանը փոխել է իր քավորին, կամ քավորական ընտանիքը մերժել է լինել այս հարսանիքի քավորը։ Եվ օրեր առաջ էլ Սեդրակ Ասատրյանի որդու Արամի ծննդյան տարեդարձն էր։ Ասատրյաններից շատերը՝ Զվարթ Ասատրյանը, Արտաշ Ասատրյանի ու երեխաներից բոլորը իրենց ինստագրամյան հարթակներում հրապարակում էին Սեդրակ Ասատրյանի որդու կրտսեր Արամի մասնակցությամբ կադրեր եւ այդպիսով ջերմ խոսքեր էին հողում նրան, շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը։ Սակայն Տիգրան Ասատրյանը, նրա որդիներն ու ընտանիքի անդամները որևէ շնորհավորանք չհղեցին ինստագրամյան հարթակում։ Այն դեպքում, երբ Տիգրան Ասատրյանի ընկերների, բարեկամների, այլ մտերիմների ծննդյան առիթներին նրանք ակտիվությամբ շնորհավորանքներ են հղում, պարզից էլ պարզ է, երբ ժամանակին թվում էր, թե այս ընտանիքների միջև եղած լարվածությունն անցել է, այսօր կարծես թե այդ լարվածությունը կրկին թեժացել է։ Արտաշ Ասատրյանը կնոջ հետ գտնվում է ԱՄՆ-ում, սակայն չի հանդիպում եղբոր հետ, հերիք չէ։ Մի բան էլ ավել, նրանք երկուսով ներկա են գտնվում միջոցառման եւ տարբեր սեղանների շուրջ են նստում եւ միմյանց հետ նրանց կանայք չեն շփվում։ Շատ խոսակցություններ են հնչում նաեւ այն մասին, որ այստեղի լարվածությունն առաջացել է եղբայրների կանանց պատճառով, իսկ թե իրականում որն է պատճառը, ինչ խնդիր կա Ասատրյանների միջև եւ ինչու նրանք չեն կարողանում այդպես էլ վերջնականապես փակել այդ վեճերի եւ կոնֆլիկտների էջը, դժվար է ասել։ Մեզ մնում է հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը եւ ներկայացնել դրանք մեր հետևորդներին։ Օրերս ինստագրամյան հարթակում Աննան Արամի հետ հրապարակում է արել, որտեղ կրում է հուդի։ Աննայի կրած հագուստը շատերին ստիպել է մտածել, որ միգուցե հարսանիքից կարճ ժամանակ անց նրանց կյանքում նորություն կա եւ Աննան պատրաստվում է մայրանալ, քանի որ գեղեցկուհին կարծես թե կլորիկ փորիկով է, սակայն բնականաբար այդպես չէ։ Աննան պարզապես այս հագուստով այդ տպավորությունն է թողել, սակայն այս լուրն այնքան սպասված է հանրության կողմից, որ նմանատիպ խոսակցություններ են շրջանառվում։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էին Կրվանյան շենքերից մեկում տեղի ունեցավ սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի կնոջ Աննայի սեփական բրենդի ստեղծումը եւ սեփական խանութի ցուցադրությունը իր հյուրերին։ Մենք ներկայացրել ենք ավելի վաղ այս մասին, դե իսկ այժմ ներկայացնում ենք Աննայի ամուսնու քույրիկի Արամ Ասատրյանի դստեր Զվարթի տեսքը իր հարսի խանութի բացմանը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին եւ վերջին շրջանում Զվարթը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Նա երիտասարդացել է, բավականին շատ քաշ է կորցրել եւ այդպիսով ավելի երիտասարդ, հաճելի եւ գեղեցիկ տեսք ունի։ Երեք եւս բացառություն չէր։ Նա բավականին շքեղ տեսքով էր ներկայացել
Աննայի խանութ սրահի բացմանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք այս խանութ սրահի նրա բրենդի մանրամասների մասին։ Բացատրյաններից բացի նաև բացման հնարավորությանը ներկա են գտնվել հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը եւ ուրիշներ։ Կադրերում երևում է, որ ներկաների շարքում են եղել նաև Սյուզի Ասատրյանի սկեսուրը, ամուսնու քույրը եւ մի շարք այլ բարեկամներ։ Նշենք նաև, որ այս խանութ սրահում առկա են բնական մորթուց պայուսակներ։ Այս պայուսակների արժեքները բավականին թանկ են։ Մեր աչքից չի վրիպել, որ նրանցից մեկն արժե 251,000 դրամ, իսկ ամենաթանկն արժե 460,000 դրամ։ Թե ովքեր են լինելու այս բրենդի նախընտրողները, բարձ կլինի ավելի հետագայում։ Ավելի փոքր ուզում եմ ասեմ, ոնց ստեղծվել Ջաննան, G Աննա, իմ ազգանվան Գևորգյան Աննա, բայց միտքը բառի հենց Ջանա բառը, որ մենք հայրը շատ ենք օգտագործում, բոլոր բառը հարազատ է, ու մի փափուկ, մի լավ բան զգալուց, այդ բառը շատ ենք օգտագործում Ջանա, այդ Ջանայի մասին։ Ես այսօր մեծ սիրով փորձում եմ ներկայացնել իմ նոր հավաքածուն բնական մորթիներից պատրաստված պայուսակների, հետագայում նաև աքսեսուարների և հագուստի, դեպ ասեմ, որ ես այսօր արդեն կրում եմ Ջանանի հագուստը, փորձել է պայուսակների միջոցով համատեղել։ Նշենք նաև, որ այս ընտանիքի մասին բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել, վերջերս էլ Արտաշ Ասատրյանի եղբոր Սեդրակ Ասատրյանի որդու կրտսեր Արամի հարսանիքներ։ Ընդամենը մեկ ամիս առաջ զույգը պսակադրվեց, նրանց հարսանեկան կադրերը մեծ ինտենսիվությամբ տարածվում էին համացանցով մեկ, դրանք մինչ օրս կարելի է ասել համացանցում ամենադիտվող տեսանյութերն են։ Նրանք Հայաստան էին եկել ամուսնանալու համար, արդեն այսօր գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դե իսկ Արամ Ասատրյանի կինը Աննան գտնվում է Բելգիայում։ Նա ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ ինստագրամյան հարթակում։ Նոր էջ մեր ընտանիքի համար սկսվում է այսօր, մեր ռեստորանը բաց է, գրել է Աննան հայտնելով իրենց սեփական ռեստորանի բացման մասին։ Նշենք նաև, որ սա Աննայի հայրական ընտանիքի հաջողությունն է։ Արամն ու Աննան այս պահին գտնվում են առավոտության վրա, Արամ Ասատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, դե իսկ Աննան Բելգիայում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Աննան վարում է իր բլոգը ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր եւ Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար եւ վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել։ Գրել է Աննան նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր, այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր եւ ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի եւ այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին եւ մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնդրույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ են նշել եւ տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի եւ Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական եւ թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի
Համապատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ եւ զգացված ենք»։ Լավ եւ հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի եւ մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար, նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում բարել են միմյանց հետ։ Այս բառը ուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ բառով են հանդես եկել։ Բարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը եւս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը եւ կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր եւ եղբայր լինեն եւ ոչ թե մայր եւ որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաեւ, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր եւս տարածվել էին համացանցում։